իրավունք եւ պահանջատիրություն հաղորդման հերթական թողարկումն է։ Նախ մինչ սկսելը կխնդրեմ բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայքի կոճակը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ տարածեք այն սոցցանցերում։ Այսօրվա մեր հյուրն է Բևեռի խորհրդի անդամ Շուշի անձնակի գումարտակի հրամանատար Հերոս Ջիրար Սեֆիլյանը։ Բարև ձեզ, պարոն Սեֆիլյան։ Նախ շնորհակալ եմ ձեր ժամանակը տրամադրելու համար։ Այսօր մենք կզրուցենք Հայաստանում կատարվող մի շարք իրադարձությունների մասին, Հայաստանի ներկա իրավիճակի եւ ինչպես նաեւ ապագա իրադարձությունների մասին։ Մենք ունենք պատրաստած մի շարք հարցեր, ես կընթերցեմ այն ձեր իրավունքով եւ այդպիսով կշարունակենք մեր զրույցը։ Մեզ բոլորիս հայտնի է, որ տարածաշրջանում նոր քարտեզներ են գծվում։ Հայաստանը վտանգված է, թե ունի հնարավորություններ ձեր կարծիքով։ Բնականաբար վտանգը կա, մասնավորապես քանի որ մեզ մինչ օրս չի հաջողվել Երևանում ձևավորելու ազգային իշխանություն, նաև գլխավորապես այդ պատճառով վտանգը մեծ է, որը ինչպես նկատում ենք, պատերազմների փուլ է մտել աշխարհը եւ կարծես առնվազն առաջիկա մի քանի տարիները այդպիսին է լինելու եւ այս հանգամանքը նկատի ունենալով եւ գործող իշխանությունների պացիֆիստական ընթացքին հետևելով բնականաբար պիտի մտահոգվենք եւ օրակարգը ինչպես վերջի տարիներին քերիշխել է առաջնահերթը մեկն է եղել օր առաջ պետք է Երևանում ձևավորել նոր իշխանություններ եթե մեզ մնա անշուշտ ընդգծված ազգային իշխանություններ այդ ժամանակ հնարավորությունները կունենանք նաև հնարավորություններ բացի վտանգից կլինի նաև հնարավորություններ եւ այդ մասին հաջող խոսել ենք ասելով որ նոր դռներ են բացվում եթե հայկական կողմը նախաձեռնող լինի համարձակ լինի իր իրավունքի դիրքերից համապատասխան քաղաքականություն վարի առաջիկա տարիները մեծ հնարավորություններ են բացում հայ ժողովրդի առաջ մեր իրավունքները վերականգնելու եւ Արցախի հետ կապված եւ Նախիջևանի հետ կապված առասարակ արհեստական Ադրբեջան պետություն կոչեցյալի վիճակը շատ խախուտ է լինելու առաջիկա տարիներին եւ այդ հնարավորությունը պետք է անպայման օգտագործենք եւ դա հնարավոր է եթե միայն Երևանում արգա լինի ազգային իշխանություններ դրա համար կարծում եմ այս տարի շատ վճռորոշ տարի է ընտրություններ անկախ ամեն ինչից մենք երբեք ընտրությունների այսպես ասած չադակովը կամ մեծ հույսեր կապողից չեն եղել բայց այս ընտրությունների տարի է մինչ ընտրությունները հետընտրական ժամանակահատվածում եթե լինենք հնարավորինս միավորված համախմբված ընդեմ այս թուրքայենթագա իշխանությունների կարծում եմ որ 2026-ը բավական հետաքրքիր տարի է լինելու դրական իմաստով Շատ լավ պարոն Սեֆիլյան դուք նշեցիք որ նոր ուժեր են ձևավորվում որ ուժերն են իրականում ձևավորում հարավային Կովկասի ապագան Ես այս բային կարծես կոնկրետ չասեցի նոր ուժեր են ձևավորվում բայց նկատի ունեք տարածաշրջանի զարգացումները տարածաշրջանում այո մենք տեսնում ենք վերջապես Իրանում փոփոխությունները արդեն սպասվող մեր կողմից երկար տարիները սպասվող փոփոխությունները սարերի հետևում չեն
Անշուշտ շատ նուրբ օրեր են ապրում, մեր բոլորի ցանկությունն է, որ այդ փոփոխությունները լինեն հնարավորինս անցնցում, չնայած արդեն դեղի ունեցավ բավականին մեծ ողբերգական արարք Իրան պետությանեն ներս եւ Իրանի փոփոխություններից շատ բան է կախյալ մեր Հայաստանը, մեր վիճակը տարածաշրջանային աշխարհակահաղական, ռազմաքաղաքական իմաստով հուսանք շատ երկար չի տևի այս լարումը արդեն նախաբادرազմային օրեր են ապրում հուսանք Իրանյան կողմը ավելի ջգուն կգտնվի եւ սեղան նստելով խնդիրները կլուծեն, ապա թե ոչ բոլորս էլ հասկանում ենք, որ արդեն ուժի գիրառումը տեղի է ունենալու եւ նաեւ քանի որ կետնի վրա Իրանում ժողովրդի զգալի մասը այդ ցանկությունը ոչ միայն ունի փոփոխության ցանկությունը, այլ նաեւ ինչպես տեսանք պատրաստ են պայքարելու այդ նպատակի համար Պիտի այս դեպքում պիտի մեր կողմից հաջողություն մաղթենք Իրանի ժողովրդին, դեր իրենք այդ փոփոխության հնարավորինս անցնցում հասնեն եւ ինչպես իրենց եւ նաեւ մեր համար եւ շատ բազմաթիվ երկրների, այստեղ նաեւ Միացյալ Նահանգները կարող են հիշատակել, որ ոչ մեկին ցերնդու չի Իրանում քաոս տեղի ունենա, առավել եւս ինչ որ մասնատման մասին խոսակցություններ, շատողական ինչ-որ շարժումներ, բարեբախտաբար բազմաթիվ նաև մեծ պետությունների շահերին նաև չի համընկնում այդ ամենը եւ հուսով ենք որ այդպես չի լինի։ Եվ Իրանի փոփոխությունից հետո մեր մոտ նոր մթնոլորտ, քաղաքական մթնոլորտ է մեզ ակնկալում։ Եթե այժմ գերիշխում է Հարավային Կովկասում պրոթուրքական մթնոլորտ, ապա Իրանի փոփոխությունից հետո, այսինքն Իրանը մասնավորապես Միացյալ Նահանգների հետ արդեն գործընկեր դառնալուց հետո, գործագից սկիզբը, հետո ինչու՞ նաև գործընկեր, այստեղ գդուկ փոփոխություն պիտի լինի եւ այդ կլիման պրոթուրքականից ես կարծում եմ պիտի վերածվի հագաթուրքական մթնոլորտի եւ այստեղ հնարավորություն է բացվելու մեզ հայերիս վերջապես մեր երազած ազգային իշխանությունների ցեղավորման ուղղությամբ քայլեր ցերնարգենք եւ վերջապես այդ ուղղությամբ առաջ գնանք։ Այ ինչպես տեսնում եք հնարավորություններից որ խոսում ենք նաեւ մասնավորապես սա նկատի ունենք ինչու է այդպես լինելու, որովհետեւ մթնոլորտի փոփոխությունը եթե մինչ այժմ մեր մոտ Ադրբեջանը իր աշխարհագրական թիրքը օգտագործելով երկար տարիներ մասնավորապես Իրանի հետ կապված եւ արևմուտքի համար այդ թիրքը շատ կարեւոր է եղել մասնավորապես Իսրայելի համար շատ կարեւոր է եղել մենք նաեւ շատ լավ գիտենք Իսրայել Միացյալ Նահանգներ հարաբերությունները ինչքան սերտ են եւ այդ եւ Միացյալ Նահանգների մասնավորապես Իսրայելի շահերի պատճառով մեր մոտ երկար տարիներ գերիշխում է մինչ այսօր պրոթուրքական մթնոլորտ, այսինքն մենք նկատել ենք Միացյալ Նահանգների քաղաքականություն նաև Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում եղել է միշտ հայկական կողմին հանգստացնելու եւ ինչ-որ չափով հայկական կողմին թելադրելու, որ պետք է լարումը թուրքական կողմի հետ թույլատնեք։ Դա հասկանալի է երկար տարիներ դրանք ինչ պատճառով են դա արել, մասնավորապես ռուսական ազդեցության թույլատնման հերանեկարով է այդ ամեն ինչ արվել եւ ինչպես մենք տեսնում ենք այս վերջի տարիներին ռուսական ազդեցությունը թուլանում է երևույթապես կարող է շատեր դա չհասկանան, բայց ես վստահաբար ասում եմ որ օրորի
ազդեցությունը թուլանում է։ Եվ ռուսական ազդեցության թուլացումը եւ Ադրբեջանի նշանակության արդեն քչացումը, եթե նախկինում ուներ մեծ նշանակություն, այդ նախկինի նշանակությունը պիտի չի ունենա, եւ այստեղ ինչու՞ չէ նաեւ երբ Իրանը դառնա Միացյալ Նահանգների գործընկերը դարաձաշրջանում Թուրքիա պետության այսպես ասած քերիշխող թիրքերը եւս պիտի թուլանան Իրան-Թուրքիա հարաբերությունները երբեք չեն կարող շատ սերտ լինել, դա պատմությունը նաև վկա այդ ամենին, ուստի երբ գոյություն ունի այդպիսի Իրան եւ երբ Ադրբեջանի նշանակությունը քաղաքական, ռազմաքաղաքական նշանակությունը հնարավորինս գործնեն, այստեղ մեր համար մեծ հնարավորություններ է բացվում քայլեր կատարելու, հա, մեր իրավունքներին, դերկանքների իմաստով, ես քիչ առաջ որ խոսեցի, մասնավորապես այս գիտի ունեի։ Այսինքն շատ բան է կախված Իրանի հեղափոխությունից, Հայաստանի եւ նաեւ ամբողջ ռեգիոնի հիմա փակ վիճակում է գտնվում Հայաստան, Վրաստան մասնավորապես աշխարհակրորեն կարող ենք ասել գիսափակ վիճակ է եւ թուրքական գերիշխումը արգա է եւ արևելքից եւ արևմուտքից եւ Վրաստանում եւ Հայաստանում։ Իսկ Իրանի փոփոխությունից հետո բացվում է մի մեծ դուռ դեպի Հնդկաստան, այսինքն Հնդկաստանից Իրանի վրայով Հայաստան, Վրաստան դեպի Եվրոպա հյուսիս-հարավ հայտնի ճանապարհի արդեն խոսքից գործի անցնելու ժամանակներն են գալու եւ այստեղ Հայաստանի եւ Վրաստանի նշանակությունն է ավելի մեծ դեր ունենալու քան Ադրբեջանի, ինչպես տեսնում ենք։ Եվ այս մեր շահերը, որ համընկնելու են մեծ դերությունների այդ շահերին, այդ ժամանակները պետք է լիարժեք օգտագործենք լուծելու մեր բազմաթիվ խնդիրներ, առաջնահերթորեն, ինչպես իմ խոսքի սկիզբում ասեցի, Արցախ, Նախճեվան, բոլորս էլ հասկանում ենք, որ հյուսիս-հարավ առանց Նախճեվանի չի լինի։ Այս արիթը հայկական թիրքերից նախաձեռնողական աշխատանք պետք է դարվի, այլ պիտի չսպասենք Միացյալ Նահանգները ինչ անի կամ այլ պետություններ ինչ կարող են հուշել։ Մենք պիտի լինենք շատ նախաձեռնող մեր շահերը պաշտպանելու իմաստով։ Այս իմաստով մենք օրինակ պետք է վերցնենք Իսրայել պետությունից։ Եվ դա իմ հաջորդ հարցն էր, մեծ խաղացողների բախման պայմաններում Հայաստանի նման փոքր պետությունը ինչպես կարող է պաշտպանել իր շահը։ Անշուշտ, հա, այստեղ Իսրայելը շատ լավ օրինակ է։ Շատ լավ օրինակ է Իսրայելը, բազմաթիվ իմաստներով հատումները արգա են, հա, Իսրայելի եւ իրենց սպիրկով, մենք մեր սպիրկով դարածքով փոքր լինելով ավելին նրանք շատ ավելի բարդ պայմաններում նրանց հաջողվել է գիսահանապատային վիճակով դարածքը ինչու կամաց տրախտի վերածելու, ինչու չէ նաև ամրոց տրախտի վերածելու իրենց հաջողվել է դա, իսկ մենք մեր տրախտը Աստծո կողմէ շնորհված ոչ միայն անապատացնում ենք եւ նվիրում ենք աչքցախ մեր թշնամիներին, այլ նաև այսօրվա մեր դունը, փոքրիկ դունը, մնացած դունը անպաշտպան վիճակում է։ Ուզեմ ասել փոքր կամ մեծ շատ մեծ նշանակություն չունի, այստեղ նշանակություն ունի տվյալ ժողովրդի ցանկությունից, կամքից, մարդնչելու պատրաստակամությունից, համարձակությունից, բնականաբար երկրեն ներս սոցիալ արդարական հնարավորինս նորմալ մթնոլորտից, այս ամբողջի ուղղությամբ շատ արագ աշխատանք պետք է տանենք եւ ինչպես ասացինք, պիտի չնայել քանակով քիչ ենք, տարածքը փոքր է, անշուշտ կան մեծ հնարավորություններ գործակցելով մեր իսկական դաշնակիցների հետ, այսինքն իսկական ասելով նկատի ունենք պետություններ, որոնց շահերը իրոք համընկնում են Հայաստանի շահերի հետ։ Եվ վերջապես
ասենք 35 տարի անցել է, 35 տարվա ընթացքում Հայաստանը երբեք չի վարել իր շահերի թիրքերից արտաքին քաղաքականություն չի վարել։ Նա ենթակա է եղել մինչ այսօր։ Այո։ Սակայն երբ Երևանը սկսի ինքիր շահերի թիրքերից համապատասխան քաղաքականություն վարել, ցերկբերումները շատ մեծ կլինեն եւ նաեւ պաշտպանական իմաստով նաեւ մեծ ցերկբերումներ կարող են լինել։ Սակայն ամենակարևորը քիչ առաջվա իմ ասած մեր վիճակն է, այսինքն մենք մեր երկրեն ներս, մեր դունը, պիտի վերակառուցենք եւ ամենակարևորը պիտի բոլորի համար հստակ պիտի լինի, որ մենք ամեն մի սանտիմը մեր հայրենի հողի ամեն մի սանտիմի համար պատրաստ ենք լինելու մարդնչելու միջև վերջ։ Այդ հոգեվիճակը, այդ պատրաստվածությունը, նաև այդ քաղաքականությունը շատ կարևոր է։ Ամեն ինչի ելակետը իմ կարծիքով դա է։ Առանց զենքի, առանց ուժի, առանց պաշտպանության ծրագրի քեզ ոչ ոք բանի դեղ չի տնի այս աշխարհում։ Այո, եւ միասնականությունը իմ կարծիքով շատ կարեւոր է, պարոն Սեֆիլյան, որ դուք խոսեցիք Իսրայելի մասին, Իսրայելի ժողովուրդը շատ միասնական է։ Եվ ինչու՞ չէ, մենք մեր հայ ժողովուրդն էլ միասնական ժողովուրդ է, Արցախյան առաջին պատերազմի օրերին ժողովուրդը շատ ավելի միավորված էր, քան հիմա։ Հիմա ունենք պետություն, բայց համախմբում չկա։ Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ մարդիկ չեն համախմբվում։ Իսրայելում այնպես չէ, որ ժողովուրդը միասնական է բոլոր հարցերով, այնտեղ բազմաթիվ հարցերում շատ մեծ արճակատում կա եւ շատ առողջ, այսպես ասած, փախում կա գողմերի քաղաքական, քաղաքական ժողովուրդը մի քանի մասի է բաժանված, կարող ենք ասել։ Քաղաքական ժողովուրդը։ Սակայն Իսրայելի պաշտպանության հարցում, Իսրայելի ռազմավարական շահերի հարցում միասնականություն կա։ Եվ նորմալ այդպես է։ Նույնը պետք է նաև մեր մոտ լինի։ Իսկ ներքին տան ներսը նիստուգացի հետ կապված տարբեր մարդավարական կարող է հակասություններ լինեն եւ խնդրեմ այդ հարցում դեռ դարակարծություն լինի, թող բանավեճ լինի, թող բայկար լինի, սակայն ինչպես տեսնում ենք այդ ամենը ինչ որ այդ ներքին բայկարները ինչ էլ որ լինի, պիտի չի ազդի երկրի ռազմավարական շահերին առաջնահերթորեն պաշտպանականությանը, պիտի չի ազդի այդ ներքին բայկարները։ Այս իմաստով իրոք շատ դիպիկ օրինակելի վիճակում է նույն Իսրայելում մենք տեսել ենք պատերազմի օրերուն նրանք ընտրություններ են կազմակերպում պատերազմի օրերին, այսինքն պատերազմի պատճառով այնտեղ ընտրություններ չեն հետաձգում արդեն տասնամյակներ է։ Եթե սկզբնական շրջանում հետաձգել են, ապա վերջին տասնամյակներում չեն հետաձգում։ Այսինքն այնպեսի համակարգ են նրանք կարողացել ձևավորել նախ եւ առաջ ընտրությունների արդյունքները ոչ ոքի մոտ կասկած չի առաջում, որտեղ խաղի կանոններ կան հաստատված, գոյություն ունի սահմանադրություն եւ ամենակարևորը սահմանադրականություն, այսինքն երկրում արգա է քաղաքական խավ, որը հարգում է խաղի կանոնները։ Այո։ Այս իմաստով մենք շատ հետ ենք եւ հենց առաջնային քայլերից մեկը նաեւ մեր երկրում պետք է վերջապես այդ խաղի կանոնների հարցում հստակ մեխանիզմներ պետք է ձևավորվեն, որտեղ ինչ սահմանադրություններ որ ընդունվի, վերջապես դա գիրառող է պետք։ Նույն այս 30 տարի ընթացքում այնպես չէ որ այո մենք սահմանադրությունները որ ընդունվել են միշտ էլ դժգոհ ենք եղել, ունեցել ենք մեր պատկերացումները, այսօր էլ ունենք բնականաբար, սակայն նույնիսկ այդ վատ սահմանադրությունները մեր երկրում չի գիրառվել, որովհետև մեծ հաշվով հայկական քաղաքական խավ չի եղել երկրի ղեկում նստած, ովքեր որ կառավարիչները բոլորը եղել են օդարի ենթակա, այդ պատճառով այսօր մեր Հայաստանից այս խղճուկ վիճակում է։ Բայց ինչպես տեսնում եք, մենք երկար տարիներ ունենք որոշում, որ մենք պիտի չընկրկենք, ինչքան էլ դժվարությունները մեծ են, մենք վստահ ենք, որ վերածնվելու հնարավորություն ունենք ամեն իմաստով։
եւ բևերի բայկարը երկար տարիներ է նաեւ դիպիկ օրինակներից մեկն է կարծում եմ որ մենք ունենք վերածնվելու ներուժ եւ վստահաբար վերածնվելու ենք Այո, Բևերը իրոք միակ ուժն է Հայաստանում, որ ուզում է պաշտպանել Հայաստանի շահերը։ Պարոն Սեֆիլյան, ինչն է ձեր կարծիքով ավելի վտանգավոր Հայաստանի համար արտաքին ճնշումը, թե ներքին պառակտումը։ Ներքին այս անհամերաշխ վիճակը շատ մեծ վնաս է բերում, որ այդպես էլ մեզ չի հաջողվում համախմբվել մեր երկրին դեր կանգնելու օրագարկի շուրջ։ Առաջնահերթորեն դա է, գլխավորը դա է եւ ինչպես ասեցի, օրագարկը այդ է։ Մենք համառորեն պիտի շարունակենք այդ օրագարկը առաջնային բահել, այսինքն հերացում գործող իշխանությունների անցումային փուլ հետո նոր ընտրություններ այս գաղափարը կարող ենք ասել որ ի դարբերություն 10 տարի առաջ 8 տարի առաջ մենք արդեն 10 տարուց ավել է այս օրագարկի մասին խոսում ենք ի դարբերություն այդ տարիների ես վերջի տարիներին բավական շրջանակների մոտ արդեն հասկանալի օրագարկ է դարձել այս ամենը, այսինքն շատերն են հասկացել, որ այս իշխանությունների օրոք ընտրություններով լուրջ փոփոխություններ սպասելը մեղմ ասած միամտություն է։ Ուստի հերացում, անցումային փուլ եւ նոր միայն ընտրություններ։ Անշուշտ անցումային փուլի հետ կապված բևերի ձևավորումը, բևեր շարժման ձևավորումը հենց այդ անցումային գաղափարի շուրջ է դեղի ունեցել եւ մեր հայտնի ծրագիրը, որը ամփոփելով 5 կետերի ենք կարող 5 կետերի ենք վերածել, ըստ էության անցումային փուլի ծրագրի գաղափարի շուրջ է ձևավորվել բևեր շարժումը։ Հետո մենք անշուշտ ստիպեցինք Գուսակցություն է դանով ստեղծել, որ ընտրություններին կարողանանք մասնակցել 21 թվականին եւ այլն։ Բայց բևերը բոլորս գիտենք, որ շարժում է եւ իր նպատակը վերգուսակցական դրամապանությամբ համախմբում ձևավորելն է անցումային գաղափարի շուրջ լինելու համախմբում։ Այս օրերին անշուշտ, քանի որ հունիսի 7-ը շատ հեռու չէ, արդեն 1-2 ամիս է արդեն մենք նորից հնարավորինս ակտիվ ձևով մեծամասամբ որ շփվում ենք ոչ հրաբարակային, փորձում ենք գաղափարը առաջ տանել եւ այժմյա մեր տեսակետը հավանաբար էս 1-2 հարց կանխելով ընտրությունների հետ կապված բնականաբար հարցեր դվող պիտի լինեն, թե մենք պետք է մասնակցենք, թե չմասնակցենք։ Այս իմաստով առայժմ մենք 2 ամսվա ընթացքում նույնն ենք ասում մինչ այսօր որ մենք փորձում ենք աշխատել գտնել լուծումը, որովհետեւ կարողանանք ցեփազատվել գործող իշխանություններից։ Առաջնային խնդիրը այս է, այսինքն ընտրություններին պատրաստվելու այս ամիսների ընթացքում ինչպիսի համախմբում պետք է լինի, որ հասնենք այդ նպատակին։ Եթե բարակդված ձևով բոլորը պատրաստում են գնալ դեպի ընտրությունների, հասկանում ենք, որ ոչ մի արդյունք պիտի չի ակնկալել։ Ուստի այժմ մենք դակավին շարունակում ենք այդ լուծման գաղափարի շուրջ համախմբումը իրականացնելու։ Հույսերը մեծ չեն, բայց մենք դակավին շարունակում ենք։ Մենք մեր համար ժամկետ ենք դրել, որ միաժամանակ եւս մենք այս գաղափարը փորձում ենք բյուրեղացնել տարբեր շրջանակների հետ, եթե հաջողվեց շատ լավ։ Եթե հաջողվեց, չի բացառվում մինչև ընտրությունները լինի փոփոխություն, որովհետև մեր պատկերացրած լուծումը շատ մեծ տարբեր ռեսուրսներ ունեցող կողմերի ներուժը մեկտեղվելու է եւ մեր պատկերացրած այդ գաղափարը, որ ցանկի կոչվի, մեծ ողջավորություն է տեղի ունենալու ժողովրդի մոտ եւ այդ երկար տարիները սպասված
մեծ լայն համախմբումը դեղի են ունենում։ Միայն այդ հանգամանքը արդեն գործող իշխանությունները արդեն հասկանալի է, որ նրանք պիտի ձև գտնեն ինչպես են նահանջելու, ինչպես են հեռանալու եւ ինչպես ասացի, դա կարող է նաեւ լինել միջև ընտրությունները։ Եվ եթե մեր այս պատկերացրած համախմբման ծրագիրը դեղ չհասնի, ապա հարց է ցակելու, բևերը ինչ է անելու։ 21 թվականին հիշում ենք մենք մասնակցեցինք ընտրություններին, այս անգամ եւս պետք է մասնակցել, թե չէ, այս հարցի շուրջ մենք որոշել ենք լավ ծանր ու թեթև անել եկող օրերին, մասնավորապես վաղը մենք մեր ակտիվի հետ սկսում ենք այս թեմայով քննարկում։ Մի շաբաթ հետո մենք մեր սպիրկի աչագիստների հետ ենք ուզում հանդիպում անել նույն օրակարգով, նույն թեմայի շուրջ քննարկում անելու եւ մենք այս քննարկումները միջև ամսվա վերջ մեզ պիտի վերջապես ուղղորդեն քննարկումների արդյունքը, պիտի ուղղորդեն, որ մենք որոշենք ինչ ենք անելու այս ընտրությունների ընթացքում, եթե այդ լայն համախմբումը դեղի չի ունենում։ Ձեր կարծիքով ժողովուրդը պատրաստ է օրենսդրությունների, թե հոգնած եւ հիասթափված են։ Ես շատ հույս ունեմ, որ հունիսի ընտրություններին ժողովուրդը կողքեվորվի եւ ճիշտ ընտրություն կանի, բայց եթե այսպես շարունակվի, այսինքն 20-30 ձիեր են վազում Ջիհարշավարանում, պատկերացնում եք 25-30 տեխնազու, բնականաբար միայն այդ պատճառով ժողովրդի զգալի մասը փասիվ է լինելու, բայց եթե տեղի ունենա լայն համախմբում, ժողովուրդը կզարմացնի։ Եվ այնպես է, որ չկան, հիմա մենք ունենք առաջարկության այդ համախմբան հետ կապված, կարող է դա նաև ուրիշ ծրագրեր լինի, որը ես վստահաբար այնպես չէ, որ միայն մենք ենք ինչ-որ բանաձև գտել, կարող նաև այլ բանաձևեր, որոնք նույնպես գոժանտագեն համախմբան եւ ամենակարևորը ժողովրդի այստեղ ողջևորելն է։ Եթե մինչև ընտրությունները ողջևորումը տեղի չունենա, իշխանությունները իրենց գործը անելու են։ Ինչ որ անում էին առաջ։ Պարոն Սեֆիրյան, ես հարց ունեմ եկեղեցու վերաբերյալ, ինչու Արամ առաջինը ծանրակշիռ աջակցություն չի ցուցաբերում հայ առաքելական եկեղեցուն, ձեր կարծիքով։ Բայց կարծում եմ այդ այնպես չէ, որ նա աջակցողի թերում չի եղել, այսինքն հավանաբար շատ մանրամասն չեն հետևում Անտիլիասի բոլոր հայտարարություններին, կամ եթե շատեր հետևում են եւ այդ եղածը շատեր կարող են վստահաբար բավարար չհամարել, որը համաձայն եմ, ավելին կարող են անել, բայց վստահաբար կարող ենք ասել, որ Անտիլիասը թեմ է այսօրվա այս ամբողջ տեղի ունեցածին, այսինքն գործող իշխանությունների ապօրինություններին, գործող իշխանությունների թուրքական կողմի բադվերը կատարելուն, եկեղեցին մասնադելու ուղղությամբ հարցակումներ, ոտնձգություններ կատարելուն, այս ամեն ինչի մասին Արամ առաջինը բազմաթիվ, 2 չէ, 4 չէ, 5 չէ, 10 չէ, այս մեկ տարվա ընթացքում արտահայտվել է, բայց անշուշտ շատերը կակնկալ են շատ ավելի կորզնական քայլեր, ես նույնպես կցանկանայի, որ այդպես լիներ, բայց ինչ արած հիմա այսպեսին է։ Դժվար ժամանակներ են եւ այստեղ իրոք շատ կարեւոր էր Արամ առաջինի եւ այլ հեղինակություն ունեցող մարդկանց ընդգծված քաղաքական քայլեր ձեռնարկելու, այսինքն մենք հասկանում ենք եկեղեցին մեր հայկական կյանքեն ներս ունի իր ուրույն ուղին, քաղաքական գազམ་ագերբությունները եւ այսօրվա պետությունը, որը ես կասեի չի պետությունը, ունի իր ուրույն ուղին, անշուշտ
ժամանակները մանավանդ ճգնաժամային ժամանակներում այդ ուղիները հատվում են, այսինքն այնպես չէ որ անհրաժեշտության կարիք չի լինում եկեղեցին հասնի օգնության քաղաքական տասին կամ քաղաքական տասը որ ցավոք կարող ենք ասել այսօր մեծամասամբ գոյություն չունի հասնի օգնության եկեղեցու ճգնաժամին այնպես չէ որ այդպես պետք չէ լինի ես կարծում եմ այդպես պետք է լինի եւ այսօր մինչ եկեղեցու վրա հարձակումը արդեն երկար դարիներ մենք քաղաքական ճգնաժամի մեջ է եղել մեր երկիրը ցավոք եկեղեցին իր հեղինակությունը չի օգտագործել եւ չի միջամտել ճիշտ ձևով որ այդ ճգնաժամից դուրս գանք մենք անշուշտ նկատեցինք դա 2 տարի առաջ Փակրատ Սրբազանի ակտիվացումը որոշ փորձեր բայց կես կայլ էր մեկ կայլ չէր կես կայլ հետո 2 կայլ հետ եւ բադահական չէ որ մենք այդ օրերին աչակցել ենք որովհետեւ շատ լավ հասկացել ենք որ եթե քայլերը շարունակվեն այդ համախմբումը տեղի է ունենալու եւ մենք ցերպազատվելու ենք այս աբորինի թուրքամետ իշխանություններից եւ վստահաբար շատ ավելի լավ վիճակում կլինենք այսօր ցավոք ինչպես ասենք եկեղեցին հետ քայլ արեց այսինքն դարբեր ձևերով խանգարեցին հիմա կարևոր չէ վերադառնանք այժմյան վիճակին եւ Արամ առաջինի վերաբերի խոսքը եւ Էջմիածնի կաթողիկոսին երկուսն էլ իմ կարծիքով պետք է խնդիր տնեն օգնության հասնելու քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ճանապարհային քարտեզ իրենք պետք է այսպես ասած հորդորեն քաղաքական ուժերին աչակցեն մերթ հուշեն ինչպիսին պետք է լինի ճանապարհային քարտեզը քաղաքական ճգնաժամից դուրս գալու ես կարծում եմ որ այս սպասելիքը միան իմ կողմից չէ շատ հայժողովրդի ես կասեի մեծ շերտ սպասում է երկու կաթողիկոսների քաղաքական ակտիվությանը ինչ է նշանակում պիտի ականատես լինենք ինչպես է գործանվում մեր երկիրը ինչպես կարելի չի կարելի չէ եւ ես վստահ եմ որ կաթողիկոսները իրենց հոգու խորքում այո շատ ողբերգական բահեր են ապրում եւ ցանկությունին շատ մեծ է փոփոխության բայց պետք է իրենք գիտակցեն որ խոսքից պետք է գործի անցնեն եւ մեր պատմության մեջ եկեղեցին մեծ դեր է ունեցել ժողովրդի եւ իշխանությունների հետ այսինքն пассив չեն եղել անցյալում անշուշտ դարբեր ժամանակներ ունեցել ենք հաջող եկեղեցու ասենք գլուխներ կաթողիկոսներ ունեցել ենք ոչ հաջող երկուսներ եղել է պատմության մեջ բայց մեծամասամբ եկեղեցուն հաջողվել է մինչ այսօր մեծ աշխատանք տանել մեր ինքնությունը պահպանելու դե հասնելու իմաստով եկեղեցին չլինի պատկերացրեք զորօրինակ ինչպես էր պահպանվելու հայերեն լեզուն այո համաձայն եմ մեր հարց տվողի հետ մասամբ ինչպես տեսակ ես համաձայնվեցի եւ ավելին մեր ակնկալիքները բարձրացնեցի մինչ այսօր եթե շատ հստակ չէինք բարձրացնում եւ այդ ուղղությամբ կուլիսներում ինչ որ աշխատանք էինք տանում որ այդպես լինի այժմ այնքան հասունացած օրեր են որ արդեն ստիպված ես հրաբարակային եւս բարձրացնում եմ մեր ակնկալիքները եւ շարունակելով այս թեման նույն arczepiskopos-ների այսօր բանդում լինելու հանգամանքը սա բան է սա ահազանգ պետք է լիներ չէ բոլորիս սա բոլորիս ստորացնելու նսեմացնելու նպատակ է նաեւ հետապնդում այստեղ միայն դվյալ arczepiskopos-ների ֆիզիկապես դանչանքը կամ իրենց հարազատների հերու մնալու
կամ կորձից հեռու մնալու չարչարանքը չի, տանչանքը չի, այստեղ բոլորիս նսեմացնում են, այսինքն դակավին ինչ պետք է լինի, որ հայ եկեղեցին իր բադրիարքներով եւ գաթողիկոսներով արտագարգ դրություն հայտարարի։ Ինչ դակավին պետք է լինի։ Եթե arczepiskopոսները սերբակալված լինեին Բաքվում կամ Անկարայում, կարող է բադայ այսպես չխոսեի, բայց եթե Երևանում է սերբակալված, գալանված, դակավին ինչ պետք է լինի արտագարգ դրություն հայտարարելու։ Շատ են ուշած, բայց դակավին ուշ չի։ Եվ ժողովուրդը սպասում է, եւ այսօր դակավին մեր եկեղեցին շարունակում է մնալ համար մեկ հաստատությունը, որը կարող է համախմբել հայ ժողովրդին։ Այս ներուժը շարունակում է մնա եկեղեցու մոտ։ Ավելին էս հալազանքները ոչ թե թուլացրին մեր եկեղեցուն ուժեղացրել են։ Հայ հասարակության մի զգալի մաս, որը ակտիվ, այսպես ասած, իրենց եկեղեցու հետևորդ ակտիվ ցեղով չէին համարում, այսօր մեծամասնություն ակտիվացել է։ Եվ մեծամասնությունը սպասում է մեր գաթողիկոսներից համապատասխան գոչ հորդոր, սպասում է մեր ժողովուրդը։ Երևի իրենք էլ չեն գիտակցում, թե ինչքան հզոր է իրենց ուժը, որտեղ ժողովուրդը մեծ հավատք ունի եւ մեծ շատ հույսեր ունի, որ եկեղեցին կկարողանա մի բան փոխել։ Զորօրինակ նույն Աչաբահյանի Միքայել Աչաբահյանի ցերպակալման օրը մեծ արիթ էր այդ համախմբումը իրականացնելու։ Այո։ Եվ մենք սպասում ենք այդ կոչին եկեղեցու կողմից, սպասում ենք զանգերի հնչեցման, դակավին ինչ պիտի լիներ։ Բայց ինչպես տեսակ այդ մարտավարությունը նահանջի մարտավարությունը շարունակվում է։ Բայց սա չի նշանակում, որ Փաշինյանը հաջողելու է, Փաշինյանը ցախողելու է, անկախ ամեն ինչից։ Սակայն մենք ամեն օրը մեր համար մեծ նշանակություն է, այս իմաստով մենք գործում ենք։ Ժամանակը ի վնաս մեզ է աշխատում։ Այո։ Պարոն Սեֆիլյան, Նիկոլ Փաշինյանի եւ Իլյամ Ալիևի հանդիպումը Աբու Դաբիում ինչ հետևանք կունենա ձեր կարծիքով մեր համար։ Նկատեցինք հանդիպման օրն իսկ Երևանում Արտահայտության նախարարը, եթե չեմ սխալվում, հայտարարեց ասելով, որ մարտ ամսին նոր սահմանադրության դարբերակը արդեն պատրաստ կլինի։ Բնականաբար դա ուղղակի կապ ուներ այդ հանդիպման հետ, այսինքն ադրբեջանական կողմը ստիպելով Երևանին սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը դարձնի, ինչպես իրենք են ուզում, այսինքն մասնավորապես հռչակագիրը պետք է դուրս բերվի սահմանադրությունից, այդ խոստումը Փաշինյանը երկար ժամանակ է տվել է նրանց, սակայն նրանք կորզնական քայլեր են սպասում եւ ասելով, որ հետո նոր պատրաստ կլինեն իրենց ասած այսպես կոչված խաղաղության պայմանների ստորագրմանը։ Այսինքն ադրբեջանական կողմը ստիպելով Փաշինյանին, Փաշինյանը հայտարարեց իր արտահայտության նախարարի շրթերով, որ մարտ ամսին պատրաստ կլինի, այդ պատրաստ ինչ որ պատրաստ է լինելու այդ փոխանցությունը ադրբեջանական կողմը իր հավանությունը տալուց հետո նոր հավանաբար ադրբեջանական կողմը իր դեսագետը գասի Փաշինյանին ինչ մագարտակով կաչակցի վերարտադրվելու։ Եվ բնականաբար ինչ որ մատուցելու են մարտ ամսին, դա պիտի Բաքվի դարբերակը լինի, առաջարկած դարբերակը լինի եւ Փաշինյանը պիտի խոստանա Բաքվին վերարտադրվելուց հետո ամիջապես այդ սահմանադրությունը կյանքի գոչելու ուղղությամբ քայլեր ցերնարգելու։ Ինչպես տեսնում ենք, լավ ընթացք չեն այսօրերը եւ քանի Իրանի խնդիրը լուծված չէ, ցավոք նույն Միացյալ Նահանգների քիծը հայտնի քիծը շարունակվում է եւ վատը այն է, որ այս ժամանակներում դեղի է ունենում փոխնախագահի Միացյալ Նահանգների փոխնախագահի Վենսի այցը
Երևան, հետո Բաքու, այսինքն այդ այց եթե լիներ Իրանի փոփոխությունից հետո մեր ցերկբերումը մեծ կլիներ այժմ բացի Հայաստանի անվտանգության իմաստով որոշ երաշխիքներ Միացյալ Նահանգները ցույց տալով թուրքական կողմին բացի դրանից դրական բաներ չեմ տեսնում հագարակը մինչև Իրանի փոփոխությունը ցավոք ենթադրում են որ Միացյալ Նահանգները պիտի շարունակեն կողացնել թուրքական կողմին իրենց հայտնի մարտավարության համար ուզում եմ հիշեցնել իրենց այդ մարտավարությունը նրանք հերանեկարային իմաստով նպատակ ունենալով ռուսական ազդեցության թուլացում նաև հերացում տարածաշրջանից այս համատեքստում հայ-թուրքական հարաբերությունները պետք է չլինեն լարված եւ միայն այս բարդատրանքը որ եղել է Միացյալ Նահանգների կողմից հայկական կողմին այս դարիների ընթացքում մենք այս միան վնասել ենք այդ պատճառով անշուշտ եթե մենք ունենայինք այլ ղեկավարություն եւ Ստեփանագերդում եւ Երևանում այսօր Արցախն էր գործրած չէինք լինի այո դա հա միացյալ ամերիկացիք մեր փոխարեն չեն գալու գարավերին սակայն ես ուզում եմ անկախ մեզնից ընթացող վիճակից եմ խոսում եւ ինչպես տեսնում եք մինչև Իրանի փոփոխությունը չլինի աշխարհակահաղական զարգացումները իվնաս մեզ են լինում եւ ավելին ես կասեի որ թուրքական կողմը վստահաբար տեսնելով մոդալուտ փոփոխությունը վերջի ժամանակներում նրանք իրենց քայլերը արագացրել են տարբեր ցերկբերումներ ունենալու նպատակով նույն զորօրինակ Դավոս ես կարծում եմ որ փոխնախագահի այցը որ կար Հայաստան սկզբնական շրջանում Ադրբեջան այցելելու մասին խոսակցություն չկար դա դեղի ունեցավ Դավոսում Ալիևի Թրամփի հանդիպումից հետո այսինքն թուրքական կողմը շատ ակտիվ աշխատանք է դանում նույնպես մենք տեսնում ենք վերջի օրերին հենց 2 օր առաջ 3 արչի օրը Բաքվի նախաձեռնությամբ Իսրայել Բաքու տնտեսական ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում պայմանագրերի կնքում սա հստակ իմ գնահատականս այն է որ թուրքական կողմը շատ լավ տեսնելով Իրանի մոդալուտ փոփոխությունը ինչքան կարող է այս օրերին օգտվի պետք է օգտվի եւ այս համատեքստում պետք է նաեւ դիտարկել Ալիև Փաշինյան վերջի հանդիպումը եւ սահմանադրության հետ կապված բարդատրանքը եւ հավանաբար ոչ միայն մենք շուտով հավանաբար ուրիշ բաներ էլ կլսենք այդ հանդիպումից հետո Պարոն Սեփիլյան, Ադրբեջան-Իսրայել նոր պայմանավորվածությունը որքանով կվնասի Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը ձեր կարծիքով նորից կասեք Ադրբեջան-Իսրայել նոր պայմանավորվածությունը որքանով կվնասի Թուրքիա-Ադրբեջան համագործակցությանը Հայո այս ինչի մասին որ հիմա խոսում ենք բնականաբար մեզ շատ հետաքրքրում է այսինքն մասնավորապես փոփոխված Իրանից հետո Իսրայել Թուրքիա սուր մրցակցության գուցե նաև մերթ տարբեր ճակատներում փախումների ժամանակներում Ադրբեջան պետության թիրքավորումը ինչ է լինելու մենք շատ լավ գիտենք որ այսօրվա Ադրբեջան պետության վրա ունի մեծ ազդեցություն առաջնահերթորեն Թուրքիան երկրորդ իմ կարծիքով Իսրայելը բնականաբար պիտի փորձ արվի Իրանի փոփոխությունից հետո այս երկու կողմերից որևէ մեկը պետք է ամբողջությամբ այդ երկրի ղեկը պիտի փորձի իր ցերկը վերցնելու եւ հավանաբար
հավանաբար հավանականությունը մեծ է որ թուրքական կողմի ազդեցությունը ավելի մեծ լինելով Թուրքիային կհաջողվի Ադրբեջանին իրեն ավելի շատ մոտիկ պահել։ Այդ իմաստով Հայաստանի համար վատ չի լինի։ Բայց վտանգավոր ժամանակահատվածը այս օրերն է եւ Իրանի փոփոխությունից հետո հաջորդող կարճ ժամանակը, կարճ ժամանակը սկզբնական փուլը, ես կարող ենք ասել հավանաբար մեկ ամիսներ։ Ես համարում եմ վտանգավոր ժամանակահատված այս օրերը եւ Իրանի փոփոխությունից հետո մի քանի շաբաթներ կամ մի քանի ամիս ժամանակահատվածը այս իմաստով վտանգավոր պիտի լինի, բայց հերանեկարային իմաստով ես վստահ եմ որ մեր եւ Իսրայելի շահերը շատ ավելի հատումներ են ունենալու եւ Իսրայելը նաեւ թիրքավորված լինելով հակաթուրքական խրամատներում այստեղ մեր նշանակությունը, Ադրբեջանի նշանակությունը չանալու է, իսկ Հայաստանի նշանակությունը շատանալու է, բայց մենք այս ամենի մասին որ խոսում ենք, մենք անշուշտ պետք է հասկանանք Իսրայելի մագարտակը շատ կարևոր է, սակայն ավելի բարձր մագարտակ գոյություն ունի Միացյալ Նահանգներ։ Այսինքն Իսրայելը ինչ քայլեր որ ցերնարգում է կորզնական իմաստով այդ ամենի լույսը նա ստանում է Միացյալ Նահանգներից։ Ուստի շատ կարևոր է Միացյալ Նահանգներ եւ Հայաստան Հանրապետության շահերի համընկնումը, որը նաեւ պիտի պատճառ դառնա սերտ գործակցելու Միացյալ Նահանգների նաեւ սերտ դաշնակիցների հետ։ Եվ ինչպես տեսնում եք Իրանի փոփոխություններից հետո թուրքական կողմի համար լավ օրեր չեն սպասում։ Բայց մենք քանի որ քրդերի նման, քրդերը անունով պետություն չունեն, բայց իրենք շատ ավելի պատրաստված են պաշտպանության իմաստով, քան պետություն ունեցող Հայաստան հայերը։ Մենք անունով պետություն ունենք, բայց պաշտպանության իմաստով շատ խայտարակ վիճակում ենք։ Քուրդ ժողովուրդը պետություն չունի պաշտոնապես, փաստացի կարող ենք ասել Իրաքում ունեն, բայց քուրդերը մենակ Իրաքում չեն, մեծ մասը Իրաքից դուրս են։ Նրանք շատ ավելի պատրաստ են պաշտպանվելու եւ իրենց իրավունքները պաշտպանելու, զենքի ուժով պաշտպանելու, քան թե մենք։ Այո։ Գրականությունը լինի, սա եւս ապացույց է, որ մենք պետություն չունենք։ Դա շատ կարևոր նաեւ քաղաքական եւ այսօր եւ առաջիկա ժամանակներում ովքեր որ քաղաքականությամբ զբաղվում են հայ ժողովրդից նրանք եթե այս գնահատականը չեն տալիս փաստացի որ մենք չունենք պետություն դե յուրե ունենք բայց փաստացի չունենք եթե այս գնահատականը չկա արդեն սխալ ընթացքը շարունակվում է ցավոք այսօր շատերի մոտ դակավին քերիշխում է շատերը փորձում են իրենց խապել ասելով որ մենք պետություն ունենք մենք պետության հիմքերը դակավին նոր պիտի տնենք եւ այս իմաստով բևերի ծրագիրը հենց ինքը pedagoganastեղծ ինքնիշխան պետությունը ստեղծելու ծրագիր է եղել վերգուսակցական համախումբ է եղել բևերը վերգուսակցական շարժում է բևերը այդ նպատակի համար որ ստեղծվի ասենք համախումբում ենք մի ծրագրի շուրջ որի արդյունքում մենք ծնելու ենք պետություն փաստացի ինքնիշխան պետության հիմքերը պիտի տնենք ազգային պետություն քուրդերը չունենալով դե յուրե պետություն ինքնիշխան պետություն բայց նրանք ինքնիշխան թիրքերում են այսօր այո աչի ցախից հարվածներ են ստանում բայց ինչպես տեսնում ենք իրենք եթե այս վերջի դասնամյակները մոնիտորինգ անցկացնենք քրդական հարցը ուր է հասել կտեսնենք որ այսօր քրդերը մեծ միջին արևելքում բազմաթիվ երկրներից շատ ավելի մեծ գործոն են մեծ պետությունները ինչ որ հարցեր լուծելուց նաև նստում խոսում են քրդերի հետ հետո են հարցեր լուծում կուզեմ ասել խնդրեմ այս իմաստով եւս մենք քիչ Իսրայելից ենք խոսում այստեղ մեր գողքին բնակվող
որ պետություն չունեն, Հա, բայց ավելի Քուրդիստանները հերու չեն մեզնից, չէ՞, Արևմտյան Քուրդիստան, Արևելյան Քուրդիստան, որը աբակային պիտի լինի նաև Թուրքիային ներս, բոլորը, հա, թուրքական կողմը սարսափում է այդ ամեն ինչից, եւ ճիշտ են անում են, որ սարսափում են, եւ գալու են այդ օրերը, եթե գալու են այդ օրերը, ուրեմն մենք էլ եթե նախապատրաստվենք այդ օրերին, ուրեմն կարող ենք մեծ սերբերումներ ունենալ։ Այս ամեն ինչի մասին եթե մենք 20 տարի առաջ խոսում էինք, շատեր մեզ ասում էին, բան մենք երազներով ենք, այսպես ասած, առաջնորդվում, երազելով ենք առաջնորդվում, այսօր այդ ամեն ինչը իրականություն է դարձել։ Այսօր անկախ Քուրդիստանը ստեղծելու գաղափարը դարձել է թրոշակ քրդական ոչ միայն, իրենք բոլորս գիտենք 4 պետություններում են, 4 պետություններում այդ գաղափարը այսօր առաջին տեղում է։ Եվ այս իմաստով քրդերը արդեն միավորվել են, կարող ենք ասել։ Շատ հետաքրքիր էր, ես չգիտեի այդ մասը։ Պարոն Սեֆիլյան, մենք շատ հույս ունենք, որ Իրանի ժողովրդին կհաջողվի իրենց փոփոխությունները, իրենց ինչին որ ուզում են իրենք հասնեն revolution եւ հույսով եմ ազգային ժողովրդական բևեռին նաեւ կհաջողվի բերել ազգային իշխանություն։ Ձեր պատգամը Հայաստանում ապրող եւ Հայաստանից դուրս հայ ժողովրդին ամփոփենք հաղորդումը, ինչ է ձեր պատգամը մեր ժողովրդին։ Պատգամը այսօրվա խոսակցությունից ելնելով կարող ենք ամփոփել եւ պատգամել ասելով որ մենք ըստ էության թույլ չենք, այսինքն ունենք ներուժը ուժեղ լինելու, հզոր լինելու, եւ որպես ժողովուրդ եւ հզոր պետություն ստեղծելու հիմքերը տնելու ներուժը մենք ունենք Հայաստանը սփյուռք միասնաբար։ Գուզեի որ այս գիտակցությունը կերիշխեր շատերի մոտ, գուզեի որ մեր ժողովուրդը դարեր շարունակ հպատակի ղարքավիճակում է ապրել իր հայրենի հողի վրա, այս կամ այն գայսրության ներքո, ցավոք այս 30 տարիները ոչ միայն չփորձեց այդ հպատակի հոգեվիճակից դեպի քաղաքացու հոգեվիճակի ներբեռնումը կատարելու, այլ հակառակը շարունակեց այդ հպատակի հոգեբանության շարունակականությանը, այդ քարոզչությանը հայտնի պատճառով, որովհետև մենք չունենք մինչ այսօր այս 35 տարվա ընթացքում հայկական պետություն, ըստ շատ կարևոր է, որ մենք պետք է այդ հպատակի հոգեվիճակից, հպատակի քաղաքական մտածելակերպից պիտի դուրս գանք եւ դառնանք քաղաքացի հոգեբանությամբ, քաղաքացի, որ ինքը պատրաստ է իր իրավունքները, իր ազգի իրավունքները, իր անհատական իրավունքները պաշտպանելու ամեն քնով։ Այս հոգեվիճակը պետք է գերիշխի բոլորիս մոտ եւ հոգեպես եւ մտովի։ Կարող եմ ասել այս է իմ պատգամը։ Շատ շնորհակալ եմ պարոն Սեֆիլյան, նորից շնորհակալ եմ ձեր ժամանակը տրամադրելու համար, հույսով եմ նորից կզրուցենք ապագայում, հույսով եմ լավ լուրերով։ Մենք ես չեմ հիշում մեր խոսակցության ընթացքում հավանաբար խոսեցինք, չէ՞, որ մենք որոշել ենք քննարկումներ անել, այո, հիշեցի։ Այո։ Ընթരാճ հունիսի 7-ին բևերի ինչ պիտի անի, ուրեմն վաղը մենք Երևանում ունենք ակտիվի հետ քննարկում այս թեմայով, ամսի 14-ին Երևանի ժամով 21:00 մենք Սփյուռքում բնակվող մեր աջակիցների հետ ուզում ենք Zoom քննարկում անցկացնել։ Արիթից օգտվելով ուզեցի այս դեղեցությունը այս եթերով գնա, որ հնարավորինս դարաձում ստանա, որ շատ կարևոր է մեր աջակիցների հետ մեր ունեցած այս քննարկումը, որ իրենց կարծիքը շոշափելը մեր համար խորհրդի համար շատ կարևոր է։ Նոր դրանից հետո մենք պետք է կողմնորոշվենք եւ
որոշենք ինչ ենք անում։ Եվ վստահ եմ, որ ժամը եւ ամսաթիվը նորից կնշվի Բևերի Անշուշտ։ Facebook-ը։ Okay։ Շատ շնորհակալ եմ պարոն Ես եմ Սեֆիրյան։ շնորհակալ։ Հաջողություն ձեզ, լավ օր եմ մաղթում։ Շնորհակալություն։